Պոլսո հայոց պատրիարքը իշխանություն եկեղեցի առճակատումից ելք է առաջարկում ստեղծել եպիսկոպոսների նոր խորհուրդ սինոդական կառույց, որ լուծումներ կորոնի։ Սահակ arքեպիսկոպոս Մաշալյանը, որ Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետն է, համարում է, որ խորհուրդը հեղինակազրկվել է ու իրավիճակից դուրս գալու ճանապարհը նոր կառույցը պետք է փնտրի, որտեղ ընդգրկվեն նաև վարչապետ Փաշինյանին միացած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները։ Այս խառնաշփոթ շրջանին Գերագույն հոգևոր խորհուրդը դժբախտաբար հեղինակազրկված է այլևս եւ հապճեպով եւ ջղագրգռությամբ առնված որոշումներով պատճառ կդառնա, որ հակամարտությունը հետզհետե խորանա եւ թնջուկային վիճակ ստանա։ Այսպես էր Գևորգ Սրբազանին կարգալուծության որոշումը։ Սահակ arքեպիսկոպոսը այս ուղերձը մինչև հրապարակելը 5 օր առաջ հղել է Ավստրիայի եպիսկոպոսած հավաքում եւ հրապարակվեց միայն այն բանից հետո, երբ Փաշինյանին միացած բարենորոգողների էջերից այս ուղերձից որոշ տեղեկություններ սպրդեցին։ Պատրիարքը կարծում է, որ Մայրաթորի դեմ Փաշինյանի ծրագրին միացած Գևորգ Սրբազանին կարգալույծ անելու որոշումն էլ հապճեպ էր եւ վեհափառը Պաղարյուն ու Խոհեմ հեղինակավոր կառույցի կարիք ունի։ Վեհափառ հայրապետը կարիքն ունի այս շրջանին իրեն պաղարյունություն եւ խոհեմություն ներշնչելիք հեղինակավոր ժողովրդականության մը, որ է սինոդականություն, իր կազմին ներգրավելով նաեւ որոշ ընդդիմադիր եղբայրները։ Այս սինոդական դրույթը կրնա գետնին պատրաստել կառավարության հետ ելքի լուծումներ որոնելու եւ գտնելու ուղղությամբ։ Երկկողմանի գրգռիչ գործողություններն ու խոսքերը խորացնում են իրավիճակը։ Խնդիրը լուրջ է, մտահոգվել է arքեպիսկոպոս Մաշալյանը։ Եպիսկոպոսած ժողովին առաջարկել է, որ ընտրեն 12 եպիսկոպոսների, որ այս շրջանում Մայրաթորի կառավարման գործին նեցուկ կանգնեն վեհափառ տիրոջը։ Եթե Մայրաթորը չստանձնե այս վարչական բարեփոխությունը, կվախնամ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով վեհափառ հայրապետի հեղինակությունը անբաղձալի կերպով պիտի տկարանա։ Իսկ ովքեր են այդ 12 եպիսկոպոսները ու ինչու 12 չի մանրամասնել։ Իշխանություններու հետ հաշտության եւ անցումային շրջանի համար մինչեւ ազգային եկեղեցական ժողովի գումարումը սինոդականությունը կրնա հանդիսանալ անցումային լուծումը։ Մայրաթորի դեմ պայքարող հոգևորականների հետ նոր կառույց ստեղծելուց բացի Պոլսո պատրիարքը առաջարկում է ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ որոշել։ Մինչ այդ եպիսկոպոսատ ժողովի օրեր հայտարարվել ու տապալվեց, քանի որ ժողովից օրեր առաջ կաթողիկոսին ու 7 հոգևորականի մեղադրանք առաջադրեցին։ Արգելեցին երկրից բացակայել, իսկ ժողովը չէր կարող լինել, քանի որ եկեղեցու կանոնական դավանաբանական որոշումներ ընդունող այս մարմինը գլխավորում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Հավաքին ներկա չեն եղել նաև նվիրապետական աթոռները, Կիլիկիո կաթողիկոսը, Պոլսո ու Երուսաղեմի պատրիարքները ուղերձներ են հղել հեռավար։ Եպիսկոպոսած հավաքին հաջորդած հայտարարության տեքստում Պոլսո նվիրապետական աթոռի գահակալի առաջարկների մասին ոչինչ չկա։ Արդյոք եպիսկոպոսած հավաքում քննարկել են նրա առաջարկները։ Տեղեկություն չկա։ Մայրաթորից մեր հարցերին չարձագանքեցին, հրապարակված ուղերձին էլ դեռ ոչ։ Հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներից Գևորգ Դանիելյանը հրաժարվեց խոսել, թե հարցն իր տիրույթում չէ։ Բարձրաստիճան հոգևորականները մեր զանգերին չպատասխանեցին։ Այս պատգամին հրապարակային չի արձագանքել նաև Փաշինյանի թևից Ավստրիա մեկնած հոգևորականը, Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arքեպիսկոպոսը։ Եթե Պոլսո պատրիարքը համոզված է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը ուրեմն հեղինակազրկված է, առաջի հերթին ինքը պետք է հրաժարական տա, քանի որ որպես ատենաբեդ մասնակցում է այդ ժողովներին։ Սահակ պատրիարքի ելույթն անհասկանալի է ու մտահոգիչ Ստամբուլում ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի համար, հատկապես որ լուրեր կան Մաշալյանը այն եպիսկոպոսներից է, որ կաթողիկոսի գահի նկրտումներ ունի, շեշտում է Գոչունյանը։ Մասնավորապես ժամանակակից պատմության փորձը մեզ ցույց է տալիս, որ երբ որ ուրեմն Պոլսո պատրիարքը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գործունեության գաբակցությամբ ուրեմն այսպես հագասական եւ ապագայունացնող քայլերով դիմում է, անմիջապես դպավորություն է ստեղծում, որ Թուրքիայի Հանրապետությունը Պոլսի պատրիարքի միջոցով փորձում է ներազդել գործընթացներին եւ իդի Թուրքիայի հայ համայնքին լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։ Հետևաբար ես այս իմաստով բավական ուրեմն մտահոգ եմ եւ հուսով եմ, որ պատրիարքի ուրեմն վերաբերմունքը ավելի հավասարակշռված հունի մեջ կվերադառնա։ Արա Գոչունյանի տպավորությամբ Սահակ arքեպիսկոպոս Մաշալյանը Փաշինյանին միացած հոգևորականների գծի մեջ է հայտնվել։ Գամա թե ակամա դպավորություն է ստեղծվում, որ ուրեմն այդ դիրատավ գոչված եպիսկոպոսների հետ նույն հաջողականության վրա է հայտնված, որը իրեն տեսակետը լուրջ մարտահրավեր է, բոլսայության տեսակետը լուրջ մարտահրավեր է,
որովհետև Հայաստանյաց Արաքելական եկեղեցու ղեկավարության ամենայն հայոց հայրապետի դիրքը այս մահին որ եւ իցեցեվով օրինականության տեսակետը ուրեմն գասկածի տակ չեն միջեկեղեցական հարթության վրա, միջազգային հարթության վրա ամենայն հայոց հայրապետը օրինապես պաշտոնապես ճանաչված անձնավորություն է։ Հետևաբար Բոլսո աթորի գահակալի այս ելույթը բավականին, այսինքն բան է, անհասկանալի երևույթ է եւ համայնքի տեսակետը կարող է մտահոգության պատճառ դառնալի երևույթներ առաջացնել։ Ինչու եպիսկոպոսած հավաքից 5 օր անց Պոլսո պատրիարքը հրապարակեց պատգամը։ Ժամանակ թերթի խմբագրի կարծիքով այդպիսով փորձել է մեղմել ուղերձին հաջորդած բացասական արձագանքը։